Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, առաջին ալիք կամերիկան ներկայացնում է մեր այսօրվա հաղորդումը, դուք գիտեք, որ Անուրա ֆիլմը 5 Օսկար ստացավ, լավագույն ռեժիսոր, լավագույն ֆիլմ, լավագույն մոնտաժ, լավագույն օրիգինալ սցենար եւ լավագույն դերասանուհի, այնտեղ նաեւ հայազգի դերասաններ են եւ մենք այսօր նրանց հետ զրուցել ենք, բարի երեկո պարոնայք, թույլ տվեք շնորհավորել ձեզ եւ առաջի տպավորությունները ձեր Օսկարից։ Ինձ թվաց ստեղից եք ասում ես տաղավարից, էլի հրաշալի տպավորությունները։ Դե Օսկարը, չգիտեմ սա երբ է եթեր գնալու, բայց մեր մոտ դա 3 էր եւ հələ տպավորությունների տակ ենք եւ ինձ թվում է հələ ժամանակ է շատ պետք լինելու այս ամեն ինչը մարսել, process անել, որ մեր հետ կատարվում էր, որովհետեւ ոնց ասես out of body experience, այսինքն ոնց որ քո հետ չլինի այդ ամեն ինչը։ Ես օրինակ երեք կարին ասում եմ, վախում եմ զարթեմ ու պարզվի էսի իսկական չէր երազել ամեն ինչը, որովհետև իսկ այդ կարմիր գորգը, ֆոտոսեսիան, մրցանակը, հումորները, գոռալը եւ այլն ճիշտն ասած ավելի հեշտ է Օսկար կրել, քան թե դրա մեջով անցնել։ Դե գալը խնդրեմ է, այդ սաղ ինտերվյուները տալ է 6 ժամ ոտի վրա կաներ կոշիկները ցավացնում արդեն հոգ շատ դժվար գործ, ահավոր դժվար։ Ահավոր դժվար գործ։ Չէ, շատ հաճույք է իհարկե։ Հələ որ չենք էլ հասկացել դա ինչ էր, ոնց էր, բայց ոնց որ տենց արեցինք վերջացավ ու երևի մյուս շաբաթների մեջով նոր ոնց որ կմարսենք, կհասկանանք ու Դե Օսկարը վերջակետն էր, մեր մոտ այս ամեն ինչը սկսել է կարիերան ավարտվեց։ Չէ, այս ամեն ինչի էս Անորայի Կանում առաջին անգամ էր, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, Կանում առաջին անգամ էր եւ արդեն Կանում նոմինացվել է, դա ամենաիսկական եւ անկեղծ ուրախությունը իմ մոտ, որ ես հենց երևի չգիտեմ, երեխայի պես ուրախացել եմ, այդ եղել է, երբ որ իմացանք, որ նոմինացված են Կանի փառատոնում, որովհետեւ Երբ որ ասենք ես ինքս 7-րդ դասանում որ արդեն սկսեցի մի քիչ ավելի հեղինակային կինոներ նայել, ուսումնասիրել ավելի խորը իմաստալից, կան հենց Ոսկե արմավենի հաղթած ֆիլմերն էին իմ անպայման նայելու ֆիլմերը ու ես երբեք կյանքում չեմ էլ թույլ տվել ինձ երազել, որ ես կարող եմ մի օր լինեմ իմ լիստի մեջ, որ ես Այս ինչը մարդը զգում Երբ որ ինքը հասնում է մի բանի, որի մասին ինքը նույնիսկ իրեն թույլ չի տվել երազի։ Դե հենց այդ է, երբ որ օրինակ, ասենք այդ պահը, ես հիշում եմ, երբ որ Կանում հաղթեցինք, ինքը այնքան տարբեր էմոցիաներ էր, համ դու լարված ես, որովհետև նկարում են, համ սենց ուրախացած ես, բայց միևնույն ժամանակ չգիտես ինչ զգաց, չես հասնում ինչը թե չէ։ Հա, բայց բանը որ նոմինացվեցինք, այդ ժամանակ ես Նյու Յորքում էի ու սենց հիշում եմ իմ հյուրանոցում, որ սենց առավոտը տեսա Անորա, որ Կանի արդեն փառատոնում, սենց թրվռում էի, զանգել եմ Կարենին, ասում եմ, ուր ես, արի մենք իրար հետ ենք, այս ամեն ինչը ստեղծել 2 տարի առաջ ու հիմա ես Նյու Յորքում եմ ու այս ամեն ինչը լինում է, պիտի մի հատ նշենք, սենց բան չի կարա լինի։ Ու իրոք այդ ամեն ինչը հրաշքեր սկսվեց Կանից, դե հաղթանակը արդեն անսպասելի էր։ Բոլորի համար էր անսպասելի, ոչ միայն իմ Նաև նույն Շոն Բեյքերը, այսինքն մենք բոլորս ուզեցել ենք, որ ինքը հնարավորինս լավ գնա, մենք զգացել ենք ընթացքում, որ մի յուրահատուկ բան ենք ստեղծում, բայց որ այսքան կճանաչվի եւ այսքան կգնահատվի, ոչ մեկ երբեք չի մտածել կարծում։ Այդ ժամանակ, որ այդ վերջի օրը Կանի, որ գնացինք բոլորս հավաքման, գնացինք այդ արարողությանը, ուրեմն հասանք այդ հյուրանոցը, որտեղ որ բոլորս պետք է հավաքվեինք, ու մեզ ասացին, որ դուք պետք է մի բան կրեք Բայց մենք չգիտեք ինչ։ Նու ասում են, որ դուք պատրաստվեք այնտեղ եղեք, որտեվ կարող կանչենք, հա։ Հա, որ պատրաստվեն այնտեղ գրեն իրանց ասելիքները։ Վերջը, ուրեմն մենք գիտենք, որ պետք է մի բան կրենք, գնացինք նստեցինք, այնտեղ մինչև այդ ոսկե արմավենը տալիս են, 6 հատ ուրիշ նոմինացիա կա, ու այդ առաջինը ասեցին մենք չենք, երկրորդը ասեցին մենք չենք, սենց իմ սիրտը Ինչքան գնում է, այնքան չես գրում, այնքան ուրախանում ես։ Այ մոտ հակառակն էր, սենց սիրտս իջնում էր։ Հիշում եմ 6-րդը որ պրծավ, վերջինը պրծավ, սենց նայեցի Շոնին, ինքն էլ ինձ նայեց, ասի բա մենք, բայց հələ մի հատ կա։ Ու ես հիմա մտքիս մեջ ասում եմ, ինչ պետք է մեզ տան, չեն տա մեզ։ Հա։
Ես ասում եմ, հեսա կամ մի հատ ցունամի կլինի ստե, կամ մի հատ սամալոտ կընկնի այս բանի մեջ։ Մի բան կլինի, վայրա չկա մեզ տան, ես ո՞նց պետք է մեզ տան։ Մեկ էլ այնտեղ որ այդ 7-րդը գալիս է, ոնց որ սաղ լույսերը մարում է ու թազա մի հատ շոյա գցում, դուրս եկավ Կոպլան, Ջորջ Լուկասը դուրս եկավ, տվեցին մեզ։ Իսկ Օսկարին արդեն սպասում եք, որ գոնե մի հատ կլինի։ Նու տեղից արդեն հասկացանք, որ նոմինացիա կլինի, как մինիմում ինչ որ նոմինացված կլինենք, որովհետև նույն, ասենք, ամերիկյան ոչ մի 13 տարի է ոչ մի ամերիկացի ռեժիսոր չէր հաղթել Palme d'Or-ը, то есть Palme d'Or, տենց են ասում, ֆրանսիացի Palme d'Or, ասում։ Palme d'Or։ Այո։ Եվ դա նույնիսկ իրանց համար էր մեր ձեռքբերում, այսինքն եթե բնական է այս երկիրը սիրում է Իրանը ավելի ոնց որ առաջ տանի, շատ դա չլուսաբանվեց, բայց այնուհետև ինչ որ ֆեստիվալներ եղավ, անորան մինչև Օսկարի նաև այս 5 մրցանակը արդեն 104 հաղթանակ ունեցել, տարբեր ֆեստիվալներ, տարբեր, որտեվ դրանից հետո մեր մոտ անդադար բաներ ա եղել, то есть հետո գնացինք մենք Tell You Right, որը հրաշալի ֆեստիվալ էր Սարերի մեջ, Tell You Right քաղաքում, տենց հավաքվում են բոլորը casual, sense նա կինոներ նայում։ Այդ 104-ը կփոխեր Օսկարի հետ։ Ոսկե արմավենին կպահեի, մնացածը կփոխի։ Այդ իմ համար դա եւ Օսկարը դա բնականա ցանկացած դերասանի կամ ֆիլմ արտադրության մեջ եղած մարդու կարծում երազանքն է եւ ամենափիարված բանն է։ Ես կարծացի, որ դուք ուզում եք դուրս գայիք ընդհանրապես։ Ճիշտ է, որ որոշել եք թողել կինոն։ Չէ, թողեցի, ոչ թե որոշել։ Թողեցիք։ Բա ոնց էլի անորային վերադարձակ։ Դե այս ռեժիսորի հետ Շոն Բեկերի հետ արդեն 30 տարի անկերություն ենք անում, 95-ին իրար հետ հանդիպեցինք, ինքը հələ ուսանող էր New York Film University-ում, տենց իրանց դիպլոմնի աշխատանքին Շոնը պրոդյուսեր էր, իմ մյուս ընկերը ռեժիսոր էր։ Այդ ժամանակ տենց ես ինչ որ պակիստանցի թե պարսիկի դեր էի խաղում։ Պակիստանցի դե։ Այդ ոչ մեկ չի տեսել այդ շորտը։ Վերջը պակիստանցու դեր էի խաղում, տենց ինքը ասեց, ինքը տենց գտավ, որ ես կարող եմ։ Այդ 90-ական ֆիլմի մասին։ Այդ 95-ին ես այդ ժամանակ իմ մտքով չեր անցնում երբեք, որ ես կարամ ինչ-որ կինոյում խաղամ կամ դերասան դառնամ։ Տենց ոնց որ ընկերներս ասում էին, խնդրում եմ արի ես կինոյում ես խաղա, խնդրում եմ արի կինոյում ես խաղա, ու տենց էր իմ մոտ լավություն էի անում ընկերներիս։ Դու կարծում գյուղատնտեսական։ Այո, ես մինչև բանակ գնալ եմ գյուղատնտեսական եմ ընդունվել, հետո տարան բանակ, եկա բանակից հետո եկա մի անգամից Ամերիկա 79 թվին։ Վերջը, հետո Շոնը դրանից հետո ինչ որ գրել է, ինչ որ արել է, ինչ կինո հանել է, ինձ մի քանի կինոներում խաղացել եք։ Իր բոլոր ֆիլմերում ես կամ խաղացել եմ։ Այո։ Իսկ ոնց ծնվեց այս ֆիլմի գաղափարը, թիմը, ոնց հավաքվեցիք։ Ուրեմն մի քիչ երկար է այս պատմությունը, 2009 թվին, որ Շոնի հետ վերջացրեցինք նկարահանել 2008 թվին Prince of Broadway ֆիլմը, որով ես նաև Երևան եմ եկել Ոսկե ծիրանին, մեզ հրավիրեցին, ես ինքը չկարողացավ գա, բայց ես եկա։ Այդ ֆիլմից հետո ինքը այդ ժամանակ Նյու Յորքում էր ապրում, գնացի ասեցի հիմա ինչ անենք, ու իրան պատմեցի մի հատ պատմություն, որը տենց կիսահան արել էի, որը կատարվում էր Բրուկլինում, հենց Brighton Beach-ում, որտեղ շատ հետաքրքիր թաղամաս է, այդ բոլոր ռուսախոս սովետական միության տուրիստները ոնց որ սկզբից այնտեղ են գնում, որ տենան մյուս ինչ են անում։ Ես է կստացի որ նոր է եկե, հետս 5 բանկա իկրա է բերել, որտեղ փող չկար 270 Բադրջանի։ Չէ, Սև իկրա։ Սև իկրա։ 90 թվին, 89 թվին $270 սովետական միությունը թողում բերել։ Վերջը այդ իկրան ծախեցի $500 ու կարացա 6 ամիս ապրեմ։ Վերջը գնացի իրան ասեցի ու տենց հրապուրվեցինք այդ մտքով ու երևի մի 2 տարի իրար այդ ֆիլմ էինք գրում ու այդ ֆիլմը գրեցինք, վերջացրեցինք, կոչվում էր Խավիար, բայց ավելի այդ ֆիլմը էլի Բրուկլինում էր, Brighton Beach-ում էր, բայց ավելի ոնց որ տղաների մասին էր, մի քիչ ավելի տենց ուրիշ ձևի։ Հետո էլի 2 տարի
ման էին գալի, որ փող ճարենք, որ ֆիլմը հանեինք, բայց չկարողացանք, որտեվ դե Շոնը սիրում է, որ ամեն ինչ լինի օթենտիկ, իսկ ստեղի պրոդյուսերները ասում էին, ասենք Կարենի տեղը, որը պետք է համ հայերեն խոսա, համ ռուսերեն, համ անգլերեն ֆիլմի մեջ, թող խաղա, ասենք Brad Pitt-ը կամ ինչ-որ sense մեծ դերասաններ էին ուզում, ինքը չէր համաձայնվում։ Ու տենց այդ միտքը դրանից էր։ Հետո իհարկե տարիներ անցավ, մի մոմենտ եկավ ես որ вообще մոռացա դրա մասին, բայց Շոնը փարկասու չմոռացավ ու ժամանակ եկավ, որ ինքը գտավ ոնց պետք է դա արվի, գրած թազա 0-ից սա անորան։ Անորայի սցենարը գրվել է դրա հիմքով։ Նու հիմքով սխալ է ասել, որ գրվել է, բայց այդ էներգիան, այդ idea-ն դա էր։ Որտեվ Շոնը ամերիկացի է, ինքը Նյու Ջերսիում ծնված մեծացած մարդ է, ինքը ինչ գիտի ռուսը, հայ է, ինչ պիտի իմանա։ Ու սցենարը գրվեց, հետո դե պարզային սկզբից դերը իմ համար էր ինքը գրե Թորոսի դերը, հետո ինքը ծանոթացավ Մայքի հետ, Մայքի Մեդիսոնի հետ, ֆիլմում էր իրան տեսել ու շատ ուզում էր, в общем, իրան վերցրեց, հետո Յուրային Բարիսով ոնց որ երկրորդ դերի էլի կանում էր տեսել, ուզում էր որ անպայման Յուրան խաղա այդ դերը։ Յուրան այդ գլխավոր ջահել տղու դերն էինք ման գալի, չենք կարող ոչ մեկին գտնենք, հետո Յուրան ասեց մի հատ շատ տաղանդավոր տղա գիտեմ ու խորհուրդ տվեց, տենց եկավ Մարկը, Վաչենը թող ինքը իր պատմությունը պատմի, որտեղից հա, ինձ որ զանգեց մենեջերս, ասաց Շոն Բեյքերն է ուզում քո հետ խոսա բան։ Դուք իրար չեք ճանաչում ջան։ Չէ, մենք չենք ճանաչում իրար եւ Շոնը ասաց որ զանգեց, ասենք սկսեց բան, hey man, I've seen your comedy, that's hilarious։ Բան ինձ թվաց երևի կատակ է, երևի Արամեն Պետրին ձենը փոխել է, տենց ուղղակի ուզում են ինձ բան անեն, որ տենց է բան տեսել։ Մեկ էլ ասում եմ, բայց ինչի եք դուք նայել իմ հումորները ընդհանրապես, որովհետև ինչ ես արել եմ, դե հայերեն է եղել եւ հայերի համար բան։ ու ինքը ասեն Կարեն Կարագուլյան suggested you Կարենն է խորհուրդ տվել ու ես արդեն սկսում եմ Կարեն Կարագուլյան նայում եմ դերասան է լուրջ հետո 8-9 հատ ֆիլմ ունի հետևում հետո ասի երևի Instagram-ով ասի կարող ավելի շատ նկար լինի կամ ընդհանուր ընկերներ ունենանք մեկ էլ տանամ Instagram-ում Կարենը ինձ մի 5 տարի առաջ գրել է այտենց որ բան որտեղ կարամ stand-up հետ նայեմ բան ասել չել պատասխանեսկի հիմա ասենց գեմ Կարեն ջան կներես նոր տեսա գրած 5 տարի հետո բայց լավ չէ եղածել կապերը լավ չէին չեն եղածել Կարենը լավ եւ հետ պատասխանեց մի անգամից զանգեց բացատրեց Շոն Բեյքերը ինչ մոտեցում է սիրում որ ավել չխաղաս հանկարծ այդ բաները կերպարը մաքսիմալ դե հայկական այդ բանը մի քիչ կա չէ որովհետև հա դե մեր երբ որ բեմական ժանրի մեջ ես դու ուրիշ ձև ես պահում այդ պաուզաները ծիծաղացնելու ձևով ես ավելի խաղում եւ ինձ շատ օգնեց Կարենը որպեսզի ես հասկանամ ինչա պետք է դերի համար եւ նկարեցի self tape ոնց որ ինքս վիդեո նկարեցի, Գոռը օգնեց Կիրակոսյան, իրար հետ նկարեցինք, ուղարկեցինք 10 րոպե հետո Շոն Բեյքերը զանգեց, ասեց դու մեր ֆիլմում ես, այլ ուրիշ մարդ չենք ուզում տենանք, պետք է գաս, ու ես իմ ամբողջ սքեջուլը փոխեցի ու գնացի Նյու Յորք ու Նյու Յորքում ու Լաս Վեգասում է, չէ՞ նկարվել։ 2 ամիս Նյու Յորքում էինք եւ հետո արդեն Լաս Վեգասում էր ու մի բան ասեմ, այնքան կարեւոր էր իմ համար, որ Կարենի պես մարդ կար կողքս այդտեղ, որովհետև պատկերացրեք ամբողջ production-ը ամերիկացիներ են, ես էլ ժամանակ երկրորդ տարին էր ինչտեղ է, անգլերենս այդքան լավ չէր բան ու այնքան լավ էր, որ ասեն Կարենի պես մարդ կար բան, ասում եմ, ես մարդուն ինչ կարամ ասեմ, ոնց կարամ ասեմ բան, ու սկսեցինք իրար հետ աշխատել ու դե Կարենին էլ արդեն նայեցի իր արած ֆիլմերը ինչա մինչև այդ արը, բայց միևնույնն է մինչև մարդու չես աշխատում, չգիտես կստացվի ձեր շփումը, ձեր այդ chemistry-ն կստեղծվի, քիմիան, sorry, անգամ են բան այն դեմքերից որ մի քանի տարի գալիս է parking lawyer, չէ, իրոք բայց
ամեն նկարահանման հաջորդ օրը ես ասում ես ինչ տաղանդավոր մարդ է 1 2 10 ասում եղբայր դու ով ես դու որտեղից ոնց մենք քո մասին չգիտենք ոնց կարաս դու այսքան տաղանդավոր դու լսենք Երևանցի տղա է հայերեն խոսում է 35 տարի ապրում է Մանհեթենում իր այդ մանհեթենյան ակցենտով ֆիլմը մեջքին դրած տանում է չգիտես ինչի գիտի լավ ռուսերեն շատ որ միշտ մի բանը կորում է չէ ու 3 լեզվով ու այդքան բնական չփչացված ոչ մի ասենք թատրոնական բաներով ու ասում եմ ես հիացած ասում եմ մենք երկրորդ ոչ մի դերասան չունենք այս տարիքի էլ չէ նույնիսկ որ կարար այն աներ ինչ որ Կարեն Կարագուլյանն է արել ու ես իրան շնորհակալ եմ ոչ միայն ինքը որ ինձ բերել է խորհուրդ տվել որպես երկրահայ այլ շնորհակալ եմ որ ինքը ընդհանրապես կա ու ես ծափ եմ տալի ու հիմա համոզված եմ բոլորը էկրաններից այնքան ես երբ նայեցի առաջի տպավորությունները որ եթե դուք նոմինացված ելնեիք երկրորդ լավագույն դերի համար Օսկարը կստանայիք բայց ռուսին էին համաձայն հայ բախտը էլի մի քիչ թեթև չենք դժգոհում այսքանն էլ որ կա իրոք այդ հայ բախտը նախադասություն ուզում եմ փոխեմ հիմա նայ դու հայ բախտը նեգատիվով ասեցիք չէ եկենք փոխենք այդ հայ բախտը դառնա թո ժողովուրդը ասեն հայ բախտը պոզիտիվով ոնց որ հիմա ասենք մի հատ պրոյեկտ են կարել 5 հատ Օսկար տարանք չէ հայ բախտը որ տարանք թո տենց լինի քո դերը նենցա ոնց որ դու խաղում ես Երևանում մոտավորապես ճիշտ եմ ասում թե չէ դե ես փորձել եմ ռիսկի չգնամ ինչ որ փորձած նույնիսկ ասենք աշխատած բաներ կար որ միշտ դա ես զգացել եմ որ մարդկանց կամ դուր է գալի կամ ինչ-որ պոպուլարություն է ձեռք բերում իհարկե դրա շատ ավելի բնական ոչ կոմեդիկ տարբերակը որովհետև դե շատ երբեք իմ արած ոչ մի բանը բոլորի դուրը չի եկել միշտ կան մարդիկ որ ատել են դա միշտ կան որ շատ սիրել են լավա միջակ բան չի եղել եւ նույնը այս անորայի հետ կապված աշխատում շատ չնայեմ կոմենտները բայց շատ մարդկանց դուր չէր եկել որ էլի բաչան իր այդ ձենով բան sense խաղում է կամ բան բայց մյուս կողմից էլ այնքան մարդկանցից եմ ուրիշ կոմպլիմենտներ ստացել որովհետեւ սա Հայաստանի համար չի արվել հայկական շուկայի համար չի արվել եւ առաջին գնահատականը Շոն Բեյքերի հենց գնահատականն էր որ ինքը ասում էր շատ լավ է ինձ դուր է գալի ինչ որ դու անում ես հենց այդտենց արա ասենք Գասպար Նոյը աշխարհարչակ ռեժիսոր կանից հետո ասում էր լավն էր որ նվում էին բան ասենք մարդկա դա դուրս չի գալի բայց ու շատ Telluride-ում որ ամբողջ Հոլիվուդը նախաօսկարյան իրանց տեղն է որտեղ նայում են ֆիլմերը մարդիկ էին գալիս ասում են you stole the movie you guys stole the դուք վերցրեցիք ձեր վրա կինոն ասում միջով ձեր գալը այսինքն այնքան լավ տարբեր կարծիքներ ենք լսել որ բնական էր ասում անհանգստանում էինք քո համար որ եւ այդքան կոմպլիմենտներ լսելուց հետո ինչ որտեղ լավ ես զգում եւ նաեւ բնական նորմալ է որ մարդկանց դուրը չգա ես իրոք ես չի որ նորմալ է որ ֆիլմը դուրը չգա նորմալ է որ իմ խաղացածը մարդկանց դուրը չգա շատ հասկանալի է միակ բանը որ կներեք որ չեմ հասկացել որ չեն ուզում մարդիկ որ ֆիլմը հաջողության հասնի այդպես հայեր այդպես մարդիկ կատել են որ չեն էլ ուզում որ ինքը այսինքն հա կարաս չսիրես կերպարը կարաս չսիրես ֆիլմը որտեվ ամեն մեկի համար չի ֆիլմը բայց որ չուզենաս որ այդքան հայկականություն իր մեջ պարունակող ֆիլմը հաջողության հասնի դա արդեն չգիտեմ ինչ ասել Մոխրոտիկի պատմությունն է ճիշտ եմ ասում ֆիլմը մոտավորապես ինչ որ տենց մոմենտ այն տենց կինո կար չէ էլի Կրասոտկեն որ ամուսնանում է 100 միլիարդ հատ մոտավորապես այդ սկսում է բայց հա հետո հայկականությունը մտնում է ու մի քիչ այդ ճիշտ ասած դրա մասին չենք է մտածում չենք էլ ոնց որ նկատել հետո կինոն որ նկարահանում էինք ինչ որ մեկը եկավ Շոնին ասեց հետո ոնց որ մի մոմենտ այդ Կրասոտկի հետ եկավ այդ համեմատությունը հա կա ինչ որ ես նաև երեք կարդում էի մեկնաբանությունները ասում էին որ ֆիլմը Օսկար է ստացել որովհետև մեջը կա քաղաքականություն դա առանց դրա չի լինի
որն է մեջի քաղաքականությունը, ռուսները վատ լույսի տակ էին ներկայացված։ Մեջի քաղաքականությունը սերն է, միայն սերը։ Բոլոր մարդիկ պետք է իրար սիրով վերաբերվեն, բարիությամբ, եւ դա ամեն ինչ կբուժի։ Ես չասի, որ վատ լույսի ներքո են ներկայացված։ Իհարկե շատ ստեոոտիպիկ է, որ ռուս օլիգարխ եւ այլն, բայց նաեւ այն տղան, որ յուրայի կերպարը, որը որ աղջկան ի վերջո ինքնա, չէ, ոնց որ մարդկային այդ որակները ցույց տալիս, դա նաեւ ոնց որ հակառակ կողմն է ցույց տալի, որ նաեւ իրանք են մարդ եւ այդ այնքան հետաքրքիր է Շոն Բեյքերը ինքը պրովոկացիոն շատ տիպ է, էլի, դրա համար ինքը երբեք չէր մտածում, որ իրան ինքը անում է այն ինչ որ հակառակն է, ինքը միշտ հոսանքին հակառակ է գնում, անում է այն ինչ որ չեն ուզում։ Հիմա ասենք այս Gen-Z-ին իրանք չեն սիրում տեսնել մերկ տեսարաններ ֆիլմում, ինքը հատուկ արել է լիքը մերկ տեսարաններ։ Ամբողջ աշխարհը դեմ է այսօր ռուսներին, ինքը ռուսներով կինո է նկարում, կեսը ռուսերեն, կեսը հայերեն, այսինքն ինքը միշտ սիրել է ու իր բոլոր ֆիլմերը այդ ժամանակի ինչը որ չի կարելի հենց այդ արել։ Ու ինքը ասես կողքից նայում է, տենամ ոնց է այդ ամեն ինչը խառնվում իրար, բայց փաստացի այսօր դա աշխատեց։ Քննադատներին լսել եք, ինչ արձագանքներ կա կինո քննադատներից։ Դե այստեղ մի հատ վեբսայթ կա, կոչվում է Rotten Tomatoes։ Rotten Tomatoes-ը տալիս է տոկոս։ Այդ տոկոսը հիմնված է նրա վրա, որոնք քննադատներ են, որ բացում ես այդ վեբսայթը, այնտեղ 100-200 հատ քննադատներ կան, իրանց ռանգերով, հա, մենք այնտեղ 98% ենք։ Դա նշանակում է, որ 98%-ը պոզիտիվ է, դե պարզ է մի քանի հատ էլ, բայց իսկ Հայաստանի արձագանքներին ծանոթ եք, ո՞նց է։ Տենց շատ ծանոթ չեմ, բայց ինչ գիտես, ինչ այս ֆիլմից ամենամեծ բոնուսներից մեկը իմ համար այն է, որ առաջ Instagram չունե, այդ կանից հետո Instagram բացեցի, սաղ աշխարհից մեսեջներ եմ ստանում, ջահել 20 մոտավորապես 20-25 տարեկան երեխեքից գրում են, որ մենք հպարտենք, որ հայ ենք։ То есть մենակ Հայաստանից չէ, շատ է Հայաստանից, բայց Ռուսաստանից, Բրազիլիայից, Եվրոպայից լիքը Պարզա ֆիլմը բոլորի համար չի։ Այն օրը ինտերվյու էի տալի մի հատ աղջիկը, ասեց, իսկ ինչ կասեք նրանց, ով որ ասում են անորան պորնո է։ Ասես պորնո չեն տեսել, հա։ Դրա համար ես ուրախ եմ, որ մարդիկ տենց մտածող աուդիտորիա կա, որոնք որ նայում են ու կերտում են կարծիք։ Ու մի կարծիքը լավն է, մյուս կարծիքը վատն է, տենց պետքա լինի։ Դա ճիշտ է, դա առողջ աուդիտորիա է, որ նայում է ֆիլմը։ Դրա համար ես գտնում եմ, որ ճիշտ է ամեն ինչ, տենց է պետքա լինի։ Հույսով եմ, որ կինոն նայում են առանց ռուսական դուբլաժի, որտեղ այդ ռուսական դուբլաժը կինոն փչացրել է շատ։ Իդեպ շատ կարևոր է, ես ովքեր որ նայեն են ռուսերեն տարբերակը, ոչ 3 լեզու տարբերակը, այսինքն անգլերեն, ռուսերեն եւ հայերենը, նայել են ռուսականը, իրանք չեն սիրել ֆիլմը։ Հենց հետաքրքիր տեղ բան եմ նկատել դրա մեջ, որ ստացվում է ոնց որ որտեվ ռուսական ցենզը հիմա հանել է ամբողջ ինչ որ կինոյի մեջ F word, գիտեք որն է, F-ով սկսվող հայհոյանքը, ուրեմն մեր անորային մեջ 487 անգամ այդ բառը օգտագործվում է։ 487 անգամ աղջիկը, տղեն, ռուսերեն հայհոյանքներ, ստեղից ընդեղից ու հիմա Կարենի հետ ասում ենք, պիտի մի բան մենք էլ հայերեն, ասում է, չէ, ես հայերեն բան շատ քննադատող եմ, ասում եմ, ո՞նց ես պատկերացնում, նայ, ասում եմ, Շոն Բեյքերը ինքը աուտենտիկ, ինքը սիրում է բնական լինի ամեն ինչ։ Երկու հայ տղա, որը sense մի հատ խնդրի մեջ լինեն։ Այն մեկն է քիթը ջարդել է, ալնա գալի։ Ասում եմ, sense այդ վիճակում մի բառ չէին ասի, մենք ելնենք չէինք, ասեն երկու տղա աղջիկ է չկա հələ հայերեն հասկացող։ Ու տենց համոզեցի մի երկու տեղ տենց ավելացրեցի։ Իմպրովի շատ է եղել ընթացքում։ Շատ։ Դե հայերենը սա իմպրով է, то есть այնտեղ դե որ սցենարով չի եղել, այդ հայերենը տեղում մտել է։ Ես որ Շոնի հետ երկար ժամանակ իրար ճանաչում ենք, մենք ոնց որ իրար we trust each other։ Ու ինքը ինձ ասում էր, մեզ ասում էր, որ ասենք այս մի նախադասությունը պետք է ինձ լինի, հայրեն, մնացածը դուք որոշեք ինչ եք անում։ Ու տենց ես ու Վաչեն
Ես շատ ինքը հենց իր հանճարը կայանում է նրանում, որ ինքը շատ ազատություն է տալիս, բայց միևնույն ժամանակ գալիս ասում է ինչ ասեցիր ստեղ, ինչ կասեր քո կերպարը ստեղ, հայերեն կասեր թե ռուսերեն կասեր, հետո ու անընդհատ մոնտաժի ժամանակ էլ նույնիսկ հետո post production ժամանակ զանգում են what exactly you saying here in Armenia, what exactly ինչ ես ասում ստեղ, հետո իմանում եք Արենին է նույն բանը հարցրել, այդ ու ինքը սենց 3 լեզվով հələ պատկերացրեք ինչ դժվար է, այսենց հավաքելով ինքը գնացել է, ասում էր ինչ ասեցիր։ Հենց վերջանում էր, ասում էր ինչ ասեցիր, գրում էր մոտը, որ հասկանա, մի հատ էլ սենց տարբերական ենք, սենց ասա, նենց ասա, ու ես աշխատել եմ ռեժիսորների հետ, ովքեր որ սենց է գրած սցենարը, չէ, մի փոխի։ Այս հարցն է Հայաստանի ռեժիսորների եւ ասենք տարբերությունը։ Նույնիսկ ոչ երևի Հայաստանի, ուղղակի Շոն Բեյքերի տարբերությունը եւ մյուս ռեժիսորները, որ մի բառ էս կողմենկոմ չեն սիրում։ Իսկ ինքը ասենք հասկացա, որ այդ կարմիր շարֆը, որ Կարենը բերում է, այդ ավելի հեռու է, քան ինքը պատկերացրել էր սցենարով։ Դա խնդրեմ է, չեմ անում։ Գնաց, մի օր չքնեց, եկավ 2 կիլոնի հարած, փոխել եմ սա։ Հիմա սենց է լինելու։ Այսինքն ինքը ընթացքում սենց փոխելով, մեր ասածի հիման վրա զգալով դերասանին, սենց անընդհատ process էր ինքը, ընթացքում, նույնիսկ հետո մոնտաժի ընթացքում ինքը հաս սցենար է գրել, այսինքն սցենարը գրել է, բայց ինչ որ դառել է, ընթա process-ում էլ է փոխվել, վերջում էլ է փոխվել ու ստացվել է այն, ինչ որ ստացվել է, դրա համար բնական է։ Այ լավագույն ֆիլմ, հա, ինչի համար են ձեզ տվել։ Այ ինչն էր իր մեսեջը, իր authentic լինելու համար առաջի հերթին, որ դա բնական լինելու համար, հետո մեսեջը ինչա մեսեջը սեր է էլի ասում իմ համար մեսեջը սեր է ես անընդհատ ասում եմ որ կուզեի որ մարդիկ կինոն նայելուց հետո այդ մեր այդքան որ սեր ենք դրել այդ կինոն հանելու մտածելու անելու մեր մեջ ոնց որ այդ մի քիչ այդ սերը վերցնեն ֆիլմից հետո իրար հետ կիսվեն այս աշխարհը սարքեն մի քիչ ավելի լավ տեղ ապրելու համար ես ինչ ուրիշ մեսեջ կա մեր մեջ։ Ես կարամ ասեմ, երբ կարամ սխալվեմ, բայց վերջին ժամանակներում ինչքան ֆիլմեր ես նայում եմ, այսինքն մի հատ ֆիլմը ինչ որ փոխում են, հնարավորինս փորձում են ավելի կրեատիվ բան անեն, ավելի փախած, ավելի ու մի հատ պահ էր եկե, որ արդեն ֆիլմերը դու էքսպերիմենտներ էին, ամբողջությամբ դու նայում ես ավելի սենց ինչ որ ասելիք, մեսեջ եւ պատմություն պատմելը storytelling-ը հնարավորինս քչացել էր։ Այս ֆիլմը իմ կարծիքով շատ նաև սիրվել է նրանով, որ ինքը պատմություն է պատմում, որ ինքը սենց սկսվում է ու մի օր ինքը չի ընդհատվում, եթե նկատել եք, սկսվում է եւ սենց գնում է մինչեւ վերջ, այսինքն այդ եւ բնականաբար այդ բնական վիճակը, որ ոնց որ սենց մարդիկ ուշտեղ խաղային, այլ իրոք լինեին, ապրեին այդ բանը։ Ոնց է կյանքը փոխվում Օսկարից հետո։ Հիմա ոնց են ձեր ինչի պլաններ ունեք։ Բացի վայելելը։ Կյանքը փոխելու մասին չենք մտածում, բայց մտածում ենք, որ ինչ որ եթե հնարավորություն է տալի, որ կարողանաս ոնց որ քեզ ավելի սկսում են լսել, դռները որ առաջ բացում։ Հա, դռները որ առաջ գլխով էր բոլոր դռները գլխով էր խփել չէր բացվում, հիմա ավելի հեշտ կլինի ու տարբերություն ուզում եմ օրինակ բերեի Շոնի ու մյուս ռեժիսորների մասին ես մի քանի շաբաթ առաջ մի հատ ֆիլմի մեջ էի խաղում, դա մեծ production է, Շվարցնեգերն է մեջ խաղում, ուրեմն իմ մի հատ նախադասություն կար, որ ես այնտեղ ասում եմ, այս մատանին ուզում եմ տամ իմ կնոջը, այնտեղ կնոջանը չեմ հիշում, Սվետլանա Պապովային։ Ու ամերիկացի գրել են Սվետլանա Պապով։ Ան չկա։ Հիմա ես որ վեկացա, որ ասեցի, ես ասեցի Պապովա։ Okay? Հլպտես մի տարի տարբերություն է։ Մեկը վազելով եկավ։ Էս ինչի ասիր Պապով, ասի որտեվ ռուսերեն չի լինի տենց ճիշտը Պապովա է։ Նո անգլերեն եմ ասել parza։ Ոչ չէ, ասի ոնց չէ, ես ռուսերեն գիտեմ, ասում եմ տենց է ճիշտը։ Հիմա կգամ, գնաց եկավ ճշտելու, վերջ ասես դու ճիշտ ես, բայց ես ուզում եմ որ մեր ամերիկական աուդիտորիայի համար մի հատ Պապով ասես։ Հետո մենք կորոշենք Պապով անենք թե Պապովան։ Հիմա տարբերություն հասկանում ես,
$100 միլիոն դոլարանոց ֆիլմ է, մեծ Amazon, հա, բայց իրանց համար այդ դա կապ չունի։ Կամ էլ եթե կապ ունի, մի տեսակ ինձ համար դա ոնց որ մի քիչ անհարգելի է իմ դիտողին, որ ես պապով ասեմ այդ կնոջ անունը։ Ու ինչ Շոն Բեկերն էլ է տենց աշխատում, որ պետք է ասենք ոնց որ կա։ Հնարավորինս կյանքին այո։ Իսկ ֆինանսապես ոնց է ինքը լավ անդրադառնում Օսկարը մարդկանց շահողների վրա, թե ոչ։ Այ հիմա լիքմորտ։ Այս ամեն մի Օսկար 250,000 է։ Հիմա 4 հատ շահեց Շոնը, ասեցինք ձուլի կիսվենք։ Հիմա տենանք ինչ կլինի։ Գերարվեստորեն սելերուսատողները ծրվեց այս հարցը։ Չէ, ֆինանսական ոչ մի տենց կապ ունի ֆինանսները, բայց այն ինչը որ ինքը տալիս է այդ ուշադրությունը ու այդ որ ասում ենք դռները բացվել, այդքան մարդ է մեզ ճանաչում, այդ ասենք աշխարհահռչակ դերասաններում ֆիլմերի տակ մենք մեծացել ենք, ես մոտիկանում եմ ամաչելով որ ծանոթանամ։ Շնորհավորեց առաջինը աշխարհահռչակներից։ Adrian Brody Colin Farrell-ը որ շատ եմ իրան սիրում, sense ամաչելով ես միակ մարդն ես ուզում եմ ասեմ որ մոտիկացել եմ որ ասեմ որ ձեռքը ծխմեմ մանավանդ այս Angelina Jolie-ին բանից հետո այդ շոուից հետո մեկ էլ sense անում Oh my god you were hilarious in an hour ասում եմ լուրջ ես ասում եմ ես կոմեդիա ֆանատն եմ I'm your fan ձեռքս բռները չի թողնում Կարենին ասում լուրջ եք ասում ու ասենք կրկնակի Օսկարակիր դերասան Adrian Brody-ին Angelina Jolie, Demi Moore, մի խոսքը ով բոլորը Demi Moore-ը մի քիչ մանտրաշ էր ոնց վերջում հա վերջում իր Պուչուշանիկով Շան անունն էլ Փլավա Փլավ ես կանաշում Բրնձով դե մի անգամ էլ շնորհավորեմ ձեզ ու բոլորիս շնորհակալություն բոլորիս որովհետև ես երեք լսում էի կոմենտները կապի մեջ է Հայաստանի հետ ողջ հայ ժողովուրդը ապրում էր ձեզանով Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Սելերստատողներ մեր Օսկարակիրներն էին այսօր տաղավարում կհանդիպենք ցտեսություն։